Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Թեկնածուին լիագումար նիստում ներկայացրեց պատգամավոր Էմմա Պալյանը։ Ինչ չափորոշիչներով է առաջնորդվել խմբակցությունը թեկնածությունն առաջադրելիս, հարցրին ընդդիմադիրները, բացառապես գիտելիքներով եւ ոլորտում ունեցած փորձառությամբ, ընդգծեց զեկուցողը։ Հռիփսիմե Հունանյանը նշեց, Բուժքրոջ իր անցած ճանապարհը արժեզրկելը նշանակում է արժեզրկել նաեւ միջին մասնագիտական կրթության օղակը։ Կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին տիրապետում է 16500 բուժքույր Հայաստանի Հանրապետությունում, եւ առանց որի, առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար օղակի կլինի, եթե չլինի այդ օղակը։ Բացի այդ, իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Արման Ղազարյանը հայտարարեց, թե կասկածի տակ են դնում ոչ թե թեկնածուի պրոֆեսիոնալիզմը, այլ կառավարման փորձը։ Բարձրագույն կրթություն ունեցող շատ մարդիկ կառավարման ձիրք չունեն, հակադարձեց Հունանյանը։ Ընդդիմադիրները հարցեր ուղղեցին մարզերում հիվանդանոցների օպտիմալացման, մասնագետների պակասի կամ դիահերձարանների բացակայության վերաբերյալ թեկնածուի պատկերացումների մասին։ Վարդենիսի հիվանդանոցը ունի պաթանոլոգիական լաբորատորիա դիահերձարան, որտեղ բերում է մարտինում է հերձում անում։ Ինչպես եք պատկերացնում այդ խնդիրները։ Իսկ ինչ խնդիր կա, որ Վարդենիսից հանգուցյալին տանում են մարտուն ու դիահերձարանում հերձելու։ Եվ ուզում եմ հասկանամ, ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր տան կողքը դիահերձարան կա, որ Աստված ոչ անի, ձեր շենքից մեկը մահանում է, միանգամից տեղից հանում եք, մտցնում եք դիահերձարան, ինչ որ մի ճանապարհ չեք գնում հասնելու դիահերձարան։ Հավելեց, Վարդենիսում պաթոլոգա-անատոմիական լաբորատորիայի կառուցման աշխատանքների ավարտից հետո խնդիրը կլուծվի։ Բաբկեն Թունյանը վերադարձավ ընդդիմադիրներին ամենաշատը տանջող հարցին՝ Հռիփսիմե Հունանյանի կրթությանը։ Եթե պատգամավորի նկատմամբ բարձրագույն կրթության պահանջ չի սահմանվում, ապա նման պահանջ չպետք է լինի նաև հանձնաժողովի նախագահի նկատմամբ, ասաց նա։ Առողջապահության հարցերի հանձնաժողով սրտի բաց վիրահատություն չեն անելու։ Ես ասում եմ որպես մարդ, ով 2019 թվականից ի վեր գլխավորել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը սովորական պատգամավոր է։ Խորհրդարանը սկսեց նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը։ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լևոն Բալյանի թեկնածությունը։ Հարցի քննարկումն ու թեկնածուների ընտրությունը խորհրդարանը կշարունակի հաջորդ նիստում։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։